Խաղաղություն ձեզ, քույր եղբայրներս, բարի օր եմ մաղթում ձեզ բոլորիդ։ Ցանկացա, որ այս տեսակի ասենք կապի միջոցով ձեզ հետ կիսվեմ այն ամենը, ինչ որ ասենք Աստված տվել է եւ կա սրտիս մեջ, կուզենամ ձեզ հետ կիսվել։ Սա առաջի թողարկումն է, կլինեն հաջորդական նորից ասենք թողարկումներ։ Ես կխնդրեմ, եթե ասենք կլինեն ձեր կողմից մեկնաբանություններ, կաշխատեմ պատասխանել նորմալ, ասենք լուրջ, կոնկրետ թեմայի շուրջ, եթե կլինեն մեկնաբանություններ, կարող եք ասենք փոխանցել, ես կաշխատեմ պատասխանել։ Չեմ ասում, որ ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ պարզ է ինձ համար, շատ բաներ կա, որ չեմ հասկանում։ Շատ հնարավոր է, որ դուք հարցեր ունենաք, ասենք, որ ես դա ասենք ինձ համար, ասենք, բացված չի, չեմ կարող ասեմ, չեմ կարող պատասխանեմ։ Կասեմ ախպերս, քույրս չեմ հասկանում առայժմ, թե հետո ոնց կլինի, Տերը գիտի։ Ավելի լավ է այդ ձև մարդ պատասխանի, քան թե ինչ որ աշխատի իրանից դուրս ավելորդ ինչ որ բաներ ասել, որտեվ ասում ամեն քո դատարկ խոսած խոսքի համար պետք է հաշիվ տաս Տիրոջը։ Ես վախենում եմ դրանից, դրա համար որը որ գիտեմ կխոսեմ, կկիսվեմ ձեր հետ, որը որ չէ, կասեմ եղբայրս, այդտեղ բան չեմ հասկանում, դրա մեջ ինչ որ բան չկա։ Սա էս պահով։ Հիմնական թեման, ասենք, որ կուզենամ խոսեմ, կիսվեմ ձեր հետ, լեզուների հետ կապված առաջի դարի քրիստոնյաների եւ հիմա 21-րդ դարում, որ հիմա կատարում այս լեզուների պահը, անհասկանալի, դուք ինքներդ լավ հասկանում եք ինչի մասին եմ խոսում, որտեղից առաջացավ, ոնց սկիզբ առա, որտեղից եկավ։ Ես նկատի չունեմ առաջի դարի այդ Պենտեկոստեի ժամանակվա այդ լեզուները։ Այս մեր ժամանակաշրջանի, որ ասած, որ սկսվեց Ամերիկայից 1900-ական թվականների 20-րդ դարի սկզբից եւ հիմա մենք 21-ում ասենք դա շարունակվում է։ Ինչ եմ ուզում ասեմ, եղբայրներս, քույրերս, եկեք ասենք նայենք Աստվածաշնչով, ոչ թե ինչ որ մեզ ասենք ժամանակին սովորացրել են, ես էլ եմ այդպես եղել։ Այլ նայենք հիմա ասենք խոր ուսումնասիրենք, նայենք տեսնենք այն ինչ որ հիմա կատարվում է, դա աստվածաշնչյան է այդ լեզուները, թե ոչ։ Եվ որ ասենք նայենք, որ դա եկավ Ամերիկայից, որ գրեք բանով, ինտերնետով, Վիկիպեդիայով, Ազուզաստրիտ լեզուների հետ կապված այդ թեման, ինտերնետը կբերի, որը սկսվեց իրանց հիմնադիրը եղել է Չարլզ Պարխամը, դրանից հետո նոր ասենք մի քանի տարի հետո մոտավորապես 1906 թվից 5-ից 6 թիվը Ուիլյամ Սեյմուր անունով Տիմնակոժի սևամորթ ասենք անձնավորություն էր, որը տարածվեց այդ լեզուները եւ 1920 թվից Վարանաև անունով անձնավորությունը Ամերիկայից այդ ուսմունքը, այս անհասկանալի լեզուները, որ հիմա կա, բերեց Ուկրաինա, Օդեսա, բապտիստական եկեղեցի։ Եվ այդ ձև տարածվեց, ասենք, ամբողջ Ռուսաստանով, Կովկասով, Հայաստան, ինչևից է, չեմ հիմա ուզում այդ մասին խորանալ այդ պատմությունը այդ դրանց, դուք կարող եք ասենք նայել, տեսնել, որտեղից է գալիս այդ ասենք այդ ուսմունքը ոնց եղավ։ Հիմնական իմ ասելուց թեման նյութը նրանում է, որ եթե մի բանը պիտի ասվի, ու ասենք, եթե չես կարողանում ասենք, սկսված ինձանից, չես կարողանալու ասենք այդ բանը, այդ ասենք ուսմունքը, այդ միտքը ասենք ապացուցել Աստծո խոսքով, ավելի լավ կլինի լուր մնաս այդ թեմայի շուրջ։ Ես կփորձեմ Աստծո խոսքով ապացուցել, որ այն լեզուները եւ հիմիկվա այս լեզուները չի համապատասխանում իրար։
Աստծո խոսքով կարող եմ ասենք դա ապացուցել, խոսել, նայել, միասին քննենք, ուսումնասիրենք Աստվածաշունչը, ոչ թե ինչ որ մեզ հասելա այդ բանը ու տենց էլ գնում է, շարունակում է, ոնց որ ատի 1906 թվից եկավ ու սենց միջև հիմա գնում է այդ ուսմունքը։ Սա է սպավ եղբայրներս։ Ու եթե մի բանն էլ ասենք, եթե չեք ընդունում, ասենք խոսքի իմ ասելն է, ասենք խոսքի ես եմ ասում այս թեման, կամ մեկ ուրիշ եղբայրը ասում, ասենք ռուսը այնտեղ բանա եվրոպացիա թե ամերիկացիա նշանակություն չունի։ Եթե մի բանն էլ ասում է ու դուք չեք ընդունում, դու պետք է ապացուցես, որ ինչի համար չես ընդունում։ Եթե չես կարողանալու ապացուցես, նորից եմ ասում, ավելի լավ կլինի լռես այդ դրաս մասին։ Որտեվ եթե ցանկացած բան, եթե չես կարողանալու ինչ որ ուզենաս, ինչ որ ավանդական ինչ որ բաներով, ինչ որ բաներ փորձես ասել, դա անընդունել է ինձ համար։ Ես էլ եթե մի բան կասեմ, կխնդրեմ նորից եմ ասում, մեկնաբանությունների մեջ նորմալ կոնկրետ ասենք թեմա, հարց կփորձեմ պատասխանել։ Ավելորդ բաներին, ասենք վիրավորական ինչ որ հարցեր, բաներ, թեմաներ ես չեմ պատասխանի։ Սա ասենք այս բաղով։ Սկսենք այն պահից, որ ես հաճախ ասենք այս թեման 50-ականների եւ խարիզմատների համար շատ ասենք ցավոտ հարց է թեմայա, շատերը խուսափում են, որ պատասխանեն այս թեմային, այս թեմայի շուրջ։ Ոմանք խուսափում են, ոմանք ասենք չլսելու են տալիս կամ ոմանք որ պատասխանում են այնց ոչ հոժարությամբ այս տեսակ էլի, ես զորով ոչ մեկի ոչ մի բան չեմ ստիպում։ Ասում եմ ճշմարտությունն ասա եւ ճշմարտությունը մարդուն կազատի։ Կաշխատեմ ընդհանրապես այս տեսակ ասենք հաղորդումները երկար չտևի տևողությամբ, որտեվ եթե երկար է տևում, ասենք մարդիկ ձանձրանում են լսելու, չեն կարողանում լսել, ասենք, չգիտեմ, ձանձրույթ է գալիս իրանց վրա, թե համբերություն չունեն, թե ինչ, դրա համար կաշխատեմ մոտավորապես 8-ից 10 րոպե, մաքսիմում 12 րոպե, ոչ ավել։ Ինձ թվում է, որ կարողանան ասենք լսել։ Ինձ համար օրինակ խնդիր չի, ես կարող եմ, ասենք թեմա, եթե ասենք հոգևոր թեմա է, հետարքիր ինձ ասենք թեմա է, ես կարող եմ դե թեկուզ մի ժամ լինի, 2 ժամ լինի, ես կարող եմ լսել։ Պարզապես ոմանց հետ որ խոսում եմ, ասենք շփվում եմ եղբայրների հետ, ասենք շփվում եմ ունեմ ծանոթներ, ասենք խարիզմատականների մեջից էլ կան մարդիկ հավատքի, որ ասենք այս թեմաները որ խոսում ես, մարդիկ խուսափում են կամ ձանձրանում են, չեն ուզում ընդհանրապես խոսեն այս թեմայի շուրջ, ասենք ես այս բաների հանդիպել եմ։ Մի խոսքով եղբայրներս կաշխատեմ, որ այս թեման ծավալուն ձևով այս մի հաղորդման մեջ ես չեմ կարող ամբողջը տեղավորվեմ այն ինչ որ ուզում եմ ասեմ։ Հետագայում թեմաներ որ լինի, ես կաշխատեմ մանրամասն ասենք խոսել։ Տերը իմաստություն տա մեզ բոլորիս, համբերությամբ կարողանանք լսել։ Հարցը ես կսկսեմ հաջորդ թեման, որ առաջի դարի լեզուները եւ այս 21-րդ դարի լեզուները որ խոսում է, դրանք նույն բանն են թե ոչ։ Եվ այդտեղից կսկսվի, ասենք, մեր ասենք աշխատանքը, ուսումնասիրությունը Աստծո խոսքով։ Ճշմարտությունը տեսնենք։ Աստված բացվի այս ամեն ինչը հասկանանք։ Այս նյութի շուրջ որ խոսվում է, եթե 1000-ից մի հոգի էլ որ լսի սա, ու ինք իր մեջ անալիզ անի, ասենք, վերանայի իր ասենք այս ընթացքը, հավատքի այս ճանապարհը, ես նկատի ունեմ ովքեր օգտագործում են այդ անհասկանալի լեզուները։ Նորից եմ ասում, եթե 1000-ից նույնիսկ 1 հոգի ընդունի եւ անալիզ անի, որ իր այս ճանապարհը
չի համապատասխանում Աստծո խոսքի Աստվածաշնչի այդ լեզուների հետ ընթացքը, ուրեմն իզուր չի, փառք Աստծո, եթե նորմալ է, եթե այդ մարդը կընդունի։ Տերը ողորմություն անի մեզ բոլորիս, սրանով այսօրվա վերջացնեմ, հաջորդ թեման կլինի, ոնց որ ասեցի, կաշխատեմ տեսնենք առաջի դարի եւ 21-րդ դարի լեզուները համապատասխանում են նույնն են թե ոչ։ Տերը մեզ բոլորի հետ մնաք խաղաղությամբ։